Փաստացի Նիկոլ Փաշինյանի կառուցած դիկտատուրան արտաքին դիկտատուր է, արտաքին ռեժիմներին ցանկալի է, որ ավտորիտար ռեժիմ հաստատողը լինի յուրային։ Նա ասում է, ես հայ եմ, ձեր նման, ես քրիստոնյա եմ, ես մեզ համար եմ ասում, ոչ չի ասում, ես թշնամու օրակարգն եմ թելադրում, որովհետև այլ հնար չունեմ։ Իսկ Հայաստանի իշխանությունները դա հաճույքով են անում եւ չեն դիմադրում նույնիսկ այն դեպքերում, երբ հնարավոր է դիմադրել։ Հայաստանի այսօրվա իշխանությունների Նիկոլ Փաշինյանին դա լրիվ ձեռնտու է, որովհետև իր օրոք է Արցախը վերացել ոչնչացել։ Ոչ թե պայքարում եք հանուն ժողովրդավարության, այլ առաջին հերթին չենք ուզում, որովհետև դա արտաքին դիկտատուրա է։ Սեփական բռնապետի կունենք, չէ, դա մեր սեփականը չի, չէ, մերը չի։ Դա չի նշանակում պայքարել միայն դեմ, դա նշանակում դիմադրել, պարզապես դիմադրել արտաքին դիկտատին։ 1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է, բարև ձեզ։ Դատավարություն կոչվող հերթական ֆարսի ընթացքում Միքայել arczepiskopos Աջապահյանը մի ուշագրավ միտք ասաց։ Նա հայտարարեց, որ սովորաբար իշխանությունները դեպի ավտորիտար ռեժիմ տանող ճանապարհին առաջին քայլերից մեկը որ անում են բարձրաստիճան հոգևորականներին ձերբակալելն է եւ բազմաթիվ այդպիսի օրինակներ բերեց։ Իհարկե Սրբազանը ճիշտ է ասում եւ ուղղակի պիտի հասկանա, թե ինչ տեսակի ավտորիտարիզմ կամ բռնապետական ռեժիմ է փորձում հաստատել Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը ներքին բռնապետության մասին է, թե արտաքին։ Ի վերջո դրանք են երկու հիմնական ձևերը։ Օրինակ, երբ որ որևէ կայսրություն, ինչ-որ օտար տարածք է գերավում, նա արտաքին բռնատիրական ռեժիմ է հաստատում, այսինքն դնում է այնտեղ իր կուսակալին, հրամանատարին եւ ասում է, այդ բոլորդ պիտի հնազանդ ենթարկվեք անվերապահորեն, թե չէ այ իմ զորքը ձեզ կկոտորի։ Օրինակ, կապ չունի, դա մոնղոլ թաթարական լինի, օսմանյան կայսրություն լինի, այդպես են վարվում։ Իսկ ներքին բռնապետական ռեժիմների դեպքում, որ բարձրապես երկրի ներսում որևէ մեկը հաստատում է բռնապետական ռեժիմ, ավտորիտար ռեժիմ, եւ իր քաղաքացին ասում է բոլորը պիտի հնազանդ ենթարկվեք ինձ, իսկ այլախոհներին, դիմադրողներին պարզապես լցնում է համակենտրոնացման ճամբարները կամ ուղղակի կալանավորում է։ Օրինակ Հիտլերը, Ստալինը, չգիտեմ, Մուսոլինին, Ֆրանկոն կամ հիմա օրինակ Հյուսիսային Կորեայում, դրանք ներքին բռնապետական ռեժիմներ են։ Հիմա ո՞րն է Հայաստանում այս տարբերակներից ո՞րն է գործում Հայաստանում կամ ո՞րն է փորձում Նիկոլ Փաշինյանը իրականացնել։ Տեսեք, փաստացի այն ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, դա պարզ դենացիֆիկացիա է, որը պահանջում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Այդ անցյալից հրաժարվել, ազգային խորհրդանիշներից հրաժարվել, չգիտեմ, ռետորաբանությունից հրաժարվել, խորհրդանիշներ, բանակը չզինել եւ այլ, պատմությունը վերանել, դա փաստացի դենացիֆիկացիա է, այն ինչ մոտավորապես տեղի է ունեցել 45 թվականից հետո ֆաշիստական Գերմանիայի պարտությունից հետո եւ դա տեղի ունեցել շատ ինտենսիվորեն, փաստացի մեծ հաջողություն է արձանագրել, որովհետեւ հիմա էլ ասենք Գերմանիայում բոլորը կրակի պես վախենում են, ասենք ֆաշիստ կամ նեոֆաշիստ բնորոշումից, դա համարվում է ամենածանր վիրավորանքը, մեղադրանքը, անգամ բանն այնտեղ է հասել, որ նույնիսկ ասենք 88 թիվն է գրեթե արգելված, որովհետև 88-ը դա գերմանական այբուբենի 8-րդ տառը, H-ը, H-ը, այսինքն 8 դա քողարկված HH կամ HH, այսինքն Heil Hitler, դրա համար էլ անգամ այդ թիվը, այդ թվի նկատմամբ այդտեղ շատ լուրջ վերապահումներ կան։ Այդ ուրիշ հարց, որ Հայաստանում նոր ձևարած օլիգարխներից մեկը առանց երևի հասկանալու այդպիսի ցանց է բացել 80 ինչեր է։ Հիմա այդ նույնը տեղի է ունենում Հայաստանում դենացիֆիկացիան եւ դա մեզ պարտադրվում է։ Բայց Նիկոլ Փաշինյանին դա իրականացնելու համար պետք է դիկտատուրա, որպես առաջին քայլ ավտորիտար ռեժիմ, որտեղ բոլորը իրեն կենթարկվեն։ Փաստացի Նիկոլ Փաշինյանի կառուցած դիկտատուրան արտաքին դիկտատուր է, ինչու, որովհետեւ նա չի ասում, այ դուք բոլորդ պիտի ինձ ենթարկվեք, հակառակ դեպքում բոլորիդ կլսնեմ բանտերը կկոտորեմ։ Չէ, նա ասում է բոլորդ պիտի ենթարկվեք ինձ, իմ ասածներին, թե չէ թուրքերն ու ադրբեջանցիները կգան մեզ կկոտորեն։ Ոչ թե ես կանեմ, չէ։ Այդ առաջ էր ինքը ասում, բոլորիդ, չգիտեմ, ծեփեմ պատերին, փռեմ ասֆալտին, հիմա այդպես չի ասում։ Հիմա ինքը ներկայանում է որպես շատ ժողովրդավար, բայց ասում է բոլորդ պիտի ինձ ենթարկվեք, թե չէ իրենք կգան կկոտորեն իրենց զորքը։ Դե պատկերացրեք, ասենք Հայաստանում նրա փոխարեն լիներ օրինակ
Թուրքիայի կողմից նշանակված ինչ որ նահանգապետ, նա նույնը պիտի ասել բոլորդ ենթարկվեք, թե չէ մեր զորքը գա ձեզ կկոտորի, չէ, ասելիքը դա պիտի լինի։ Այսինքն այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի կառուցած կամ ընթացքում գտնվող այդ բռնապետական ռեժիմը դա արտաքին բռնապետական ռեժիմ։ Լավ, կարող եք ասել, բայց դե հիմա ինչ տարբերություն արտաքին է, ներքին է, միևնույն արդյունքները կան, չէ, իրականում տարբերություն կա եւ տարբերությունը բավականին էական է։ Ինչու, որովհետև արտաքին բռնապետական ռեժիմների դեպքում, օրինակ ինչ որ երկիր օկուպացրել է, հաստատել է բռնապետություն, շատերը դրա դեմ բնականաբար կըմբոստանան, կպայքարեն, ապստամբություն կբարձրացնեն։ Իսկ ներքին ավտորիտար ռեժիմների դեպքում, որպես կանոն, պայքարողները շատ չեն լինում, հատուկ են մարդիկ են, որպես կանոն պայքարում։ Մնացածները կամ մի քանիսը հայտնվում են բանտերում, մյուսները ինչ որ կերպ համակերպվում են, հարմարվում են այդ իրավիճակին, դառնում են այդ բռնապետական համակարգի պտուտակները, մի խոսքով առանձնապես մեծ դիմադրություն չի լինում, եթե դա ներքին է։ Եվ հակառակը արտաքինի դեպքում էլի ասում, որտեղ նա ուտար է, նա թշնամի է, դրա դեմ պայքար է լինում։ Դրա համար էլ այդ արտաքին ռեժիմներին ցանկալի է, որ ավտորիտար ռեժիմ հաստատողը լինի յուրային։ Օրինակ, տեսեք, նույն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ասենք, գերմանացիները շատ գնահատում էին այն, որ պոլիցայները լինեն տեղական բնակչությունից, չգիտեմ, ռուսներ լինեն, ուկրաինացիներ լինեն, բելարուսներ լինեն։ Ինչ է, իրենք այդքան կադրեր չունեին, չէ, ունեին։ Կարող էին նրանց փոխարեն գերմանացիներ նշանակել, բայց շատ կարևորում էին, որ նրանք տեղացի լինեն, որտեղ նրանք իրենց սեփական ժողովրդին քարոզում էին որպես յուրայիններ, այնպես ինչպես Նիկոլ Փաշինյանն է անում։ Նա ասում է, ես հայ եմ, ձեր նման, ես քրիստոնյա եմ, ես մեզ համար եմ ասում, ոչ չի ասում, ես թշնամու օրակարգն եմ թելադրում, որովհետև այլ հնար չունեմ։ Այսինքն նա ներկայանում է որպես յուրային, որպեսզի հասարակություն նրան ավելի լավ անցալի եւ դա չընկալի նրա պահանջները որպես թշնամու թելադրանք։ Սա առաջին, երկրորդն էլ եթե արտաքին դիկտատորական ռեժիմի դեմ պայքարը միանգամայն լեգիտիմ է ամբողջ աշխարհի համար միջազգային օրենքներով, ապա ներքին ավտորիտար ռեժիմի դեմ պայքարի ցանկացած փորձ իշխանությունը կարող է ներկայացնել որպես սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու փորձ, մի խոսքով իշխանազավթում եւ այլն, որովհետեւ այ մենք ժողովրդավար ենք, ժողովուրդը ինձ ընտրել է, իսկ դուք ուզում եք դա տապալել։ Դրա համար էլ շատ ավելի ձեռնտու է, որպեսզի դա ներկայացվի որպես ներքին պարտադրանք, ներքին պահանջ, ներքին դիկտատուրա, թեև ըստ բովանդակության դա արտաքին դիկտատուրա է, այն ինչ Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմա հաստատել։ Իսկ որն է այստեղ էականն է, էականն այն է, որ եթե մեզ արտաքինից այդպիսի բաներ են պարտադրում, իսկ Հայաստանի իշխանությունները դա ոչ միայն անում են, այլև հաճույքով են անում եւ չեն դիմադրում նույնիսկ այն դեպքերում, երբ հնարավոր է դիմադրել։ Ինչու՞, որովհետեւ նաեւ շահերի համընկնում կա։ Օրինակ, երբ Ադրբեջանը պարտադրում է, ասում են, Արցախը մոռացեք, Ղարաբաղը մոռացեք, այլևս երբեք չհիշեք, անունը չտաք, Հայաստանի այսօրվա իշխանությունների Նիկոլ Փաշինյանին դա լրիվ ձեռնտու է, որովհետև իր օրոք է Արցախը վերացել, ոչնչացել։ Առաջ կար Արցախը, կար հայկական Արցախ, կար պետականություն, հիմա չկա, իր օրոք վերացել է։ Հետևաբար իրեն ձեռնտու է, որ իսկապես էլ հայ ժողովուրդը մոռանա, որ այդպիսի բան է եղել ընդհանրապես։ Եվ այստեղ ոչ միայն այս հարցում նրա եւ մեր հակառակորդների, այսպես ասենք, թշնամիների շահերը ուղղակիորեն համընկնում են։ Ուղղակիորեն։ Դրա համար էլ Հայաստանի իշխանությունները փորձում են հաստատել այդ դիկտատուրան, որպեսզի իբր հանուն մեր շահերի այդ պարտադրանքները, պահանջները իրականացնել, հակառակ դեպքում, ինչպես իրենք են ասում, այ կգան մեզ կկոտորեն, մինչդեռ եւ նաեւ հանգիստ են, որովհետեւ արևմուտքը կամ քաղաքակիրթ աշխարհը դրա դեմ աչքերը կփակի, որտեղ իրենց շահերից է բխում եւ իրենք կանեն այն, ինչ հիմա անում են։ Այսինքն տեղի է ունենում այս դիկտատուրա, այսպիսի ռեժիմի կառուցումը, նպատակները պարզ են, շահերի համընկնումը հասկանալի է, պարզապես
Մեր, չգիտեմ, քաղաքական դաշտը, հասարակությունը պիտի իմանան, որ այո, Նիկոլ Փաշինյանը ավտորիտար ռեժիմ է հաստատում, դիկտատուրա է հաստատում, բայց դա իր դիկտատուրան չի, դա իր ավտորիտար ռեժիմը չի։ Դա դրսից պարտադրված է, իր փոխարեն կարող է մեկ ուրիշը լինել, պարզապես դա բոլորին ավելի ձեռնտու է, որ ինքը լինի, որովհետև ինքը կկարողանա մեզ համոզել եւ այդ ամեն ինչը մեզ ներկայացնել որպես յուրային, որպես ինքն էլ ընդհանրապես մեզանից մեկն է։ Այսինքն մենք փաստացի ապրում ենք մեր հարևանների պատկերացում։ Անկամ անվտանգության խորհրդի քարտուղարն է ասում է դու տանը չես կարող այնպիսի նկար կախել, որը կարող է հարևանի մոտ այլ էմոցիաներ առաջացնել։ Իրականում դա այդպես կլիներ, եթե դա քո տունը չլիներ, դու այնտեղ տնվոր լինեիր։ Բայց եթե դա քո տունն է, ինչ է նշանակում, այսինքն եթե հարևանը օրինակ մահմեդական է, որը մեկը չի կարող իր տանը խաչ կախել իր տան պատից, կամ եթե չգիտեմ հարևանը, ասենք բուստակեր է, որը մեկը չի կարող իր տանը մսամթերք օգտագործել։ Եթե դա իսկապես մեր տունն է եւ ոչ թե մենք տնվոր ենք, մենք պիտի իրավունք ունենանք անել այն մեր տանը, ինչ մենք ուզում ենք եւ ոչ թե ապրել մեր հարևանների ընկալումներով եւ նրանց այդ պարտադրված ընկալումներով, առավել եւս երբ որ իրենք փոխադարձաբար այդ նույնը չեն անում։ Այնպես որ քաղաքական դաշտը հասարակությունը երբ որ պայքարում է ավտորիտարիզմի դեմ, տարբեր դրսևորումների դեմ, օրինակ փսիխայտարակ դատավարություններ, քաղաքական հալածանքներ, ձերբակալություններ, խոսքի ազատության ոտնահարում եւ այլ եւ այլ։ Դե պիտի հասկանան, մենք ոչ թե պայքարում ենք հանուն ժողովրդավարության, չգիտեմ, հանուն այդ մարդու իրավունքների ազատությունների չենք ուզում ապրել ավտորիտար ռեժիմում կամ դիկտատուրայի պայմաններում, այլ առաջին հերթին չենք ուզում, որովհետեւ դա արտաքին դիկտատուրա է։ Պարզապես ներկայացում է որպես հայկական մեր միջից ելած, ժողովրդի ծոցից ելած, այսինքն մենք մեր սեփական բռնապետիկը ունենք, հա չէ, դա մեր սեփականը չի։ Դա պարզապես այդպես է ներկայացվում, որպեսզի մեր դիմադրությունը թույլ լինի կամ ընդհանրապես չլինի, դա մենք համարենք դե հիմա մերն է, չէ, մերը չի, որովհետև ինքը պարզապես կատարում է արտաքին ուժերի թելադրանքը, որը հաջողությամբ կատարելու համար նրան պետք է ավտորիտար ռեժիմ, ուժեղ ձեռք, ինչն էլ ինքը հաճույքով անում է, որովհետև անձամբ իր քաղաքական շահերին նույնպես համընկնում են։ Այսինքն ստացվել է այնպես, որ մեր թշնամի երկրների եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի եւ անձամբ իր քաղաքական շահերը պարզապես համընկնում են։ Եվ իր դեմ պայքարել, այսինքն դա չի նշանակում պայքարել միայն իր դեմ, դա նշանակում է դիմադրել, պարզապես դիմադրել արտաքին դիկտատին։ Հնարավորությունները շատ չեն իսկապես պարտությունից հետո, բայց պետք է դիմադրել գոնե այն տեղերում, որտեղ դեռևս հնարավոր է դիմադրել, հնարավոր է ինչ որ բան պահպանել ու պաշտպանել։ Այսօր այսքանը կհանդիպենք։